Դերասան Ռաֆայել Երանոսյանն իր սոցիալական էջերում հրապարակել է օրեր առաջ կյանքից անժամանակ հեռացած դերասան Խաչատուր Հունանյանի լուսանկարը և գրել հետևյալը. «Իսկ մենք դեռ իրար անիծում ենք ու հայհոյում, լույսերի մեջ մնաս, ախպեր ջան», լուսանկարին կից գրել էր Ռաֆայել Երանոսյանը, իսկ մենք հավելենք, որ սիրված դերասան Խաչատուր Հունանյանի մահվանից հետո մի շարք հայ հայտնիներ իրենց ցավակցական խոսքն էին հղել, դերասան Բեն Ավետիսյանը գրել էր. «Աստված հոգիդ լույսերի մեջ թող պահի ախպերս, շատ ափսոսում եմ», գրել էր Բենը, երգչուհի Լիլուն գրել էր. «Խաչ ջան, լույսերի մեջ մնաս», Լիլուի ամուսինը նույնպես համատեղ մի քանի հրապարակումներով կիսվել էր, Մենչը գրել էր. «Աստված հոգիդ լուսավորի, հազար ափսոս», գրել էր Արմեն Պետրոսյանը հրապարակելով դերասանի լուսանկարը, դերասանուհի Էմմա Շաբոյանը լուսանկար էր հրապարակել և գրել. «Հոգիդ լույսերի մեջ մնա, լավ մարդ, լավ դերասան ու լավ խաղընկեր», դերասան և երգիչ Գոռ Եփրեմյանը նույնպես արխիվային լուսանկար էր հրապարակել և գրառում արել. «Շատ ափսոս, ախպերս, միշտ ուրախ, հումորով, բարի ու կամեցող ախպեր ջան, Աստված հոգիդ լուսավորի», գրել էր Գոռ Եփրեմյանը: Հաղորդավար Հրաչ Մուրադյանի կինը Անաշեն ևս գրառում էր արել. «Հանգչիր խաղաղությամբ, Խաչիկ ջան, սիրտս կոտրված է», գրել էր Անաշեն: Անդրադառնալով աստղային այլ նորությունների, պետք է նշենք, որ դերասանուհի Հասմիկ Խոջյանը վերադարձել է ընտանեկան հանգստից: Նա մի քանի լուսանկարներ էր հրապարակել ու պատմել տպավորությունների մասին, այնուհետև Հասմիկն արդեն Հայաստանից տեսանյութով էր կիսվել, խոսել այն մասին, որ չնայած հանգիստը շատ հագեցած էր, նա բավականաչափ հոգնած է վերադարձել: Առաջարկում ենք լսել դերասանուհուն: Չեմ եկել, միանգամից մեքենայում եմ ոնց տեսնում եք ու վազում եմ իմ գործերով, որովհետև իրականում պատկերացնում եք, չէ՞, 10 օրվա մեջ ինչքան բան է կուտակվել ու ես ինչքան բան ունեմ անելու։ Եվ իրականում այս հանգստից ես եկել եմ բավականին հոգնած, որովհետև ինքը շատ հագեցած էր եւ այն պասիվ հանգիստը չէր, ինչի կարիքը ունեի իրականում, բայց հրաշալի էր էմոցիոնալ առումով, որովհետև շատ հագեցնող էր, լցնող էր ներսը ու շատ հրաշալի հիշողություններ ապահովող էր, ինչը ինձ համար այս կյանքում ամենակարևոր բաներից մեկն է։ Դրա համար ոչ թե բողոքում եմ, որ ասում չեմ հանգստացել, այլ պարզ է 3 տարեկան բալիկի հետ 10 օր պարզ է, որ կհոգնեի նույնիսկ պասիվ հանգստի ժամանակ, բայց դե գոնե այդ ժամանակ ինքը ծովում կլիներ անընդհատ։ Մի խոսքով չեմ բողոքում, ուղղակի ասեմ, որ հեշտ չէ, դժվար էր։ Ես եկել եմ լավ կուտակած էմոցիաներով, հիշողություններով, հոգնածությամբ, բայց չեմ բողոքում, չէ։ Ու հիմա արդեն սկսում եմ վազվզել իմ գործերով, ինչով տեսնում թե երբ եմ գնալու նորմալ պասիվ հանգստի։ Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը իր սոցիալական էջերում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին ու ստացած քննարկումներին ու քննադատություններին, առաջարկում ենք լսել նրան: Բարի անֆիլտր օր բոլորիդ, ուզում եմ ասել, երբ որ գրել եմ, որ ուզում եմ զբաղվել վերջապես ինձնով, իմ ընտանիքով, առողջությամբ եւ անելիքներով, դա բոլորովին չի նշանակում, որ ես պետք է փակեմ իմ աչքերը որևէ եղելության նկատմամբ ու լինեմ անտարբեր, ենթադրենք, երբ որ քանդում են իմ քաղաքը, երկիրը, տունը, իմ ինքնությունը։ Այդ նշանակում է ուղղակի, որ ես ավելի շատ զբաղվելու եմ ինձնով, այն պարզ պատճառով, որ իսկապես պատրվում ես մեջտեղից եւ հաճախ անարժան անձերի կամ երևույթների վրա ծախսում ես ավելի շատ ժամանակ ու կյանք, քան քեզ տրվել է Աստծո։ Այդ է ուզում ասել։ Եվ երկրորդը, ես գիտեք ինչու չեմ հիասթափվում եւ ինչպես եմ անընդհատ կարողանում ինձ հավաքել։ Հիասթափվել ումից, մարդուց, անհատից, քեզնից, ազգից, ումից։ Այս հիասթափության դեմ պայքարի իմ կարճ մեթոդն ասեմ։ Աշխարհում եւ Հայաստանում կան բացառիկ հայեր, բացառիկ որակի, հոգեվոր, յուրահատուկ, լավ, բարի, ստեղծող, արարող, կայացած, ինտելեկտուալ կամ ոչ այդքան, բայց շատ խղճով ու բարի։ Եվ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, կան տխեղծ, տհաս, անհայրենիք, ապազգային, դավաճանական, անհոգի, իսկապես վաճառված, ընդ որում ոչ թե անհատի կամ կազմակերպության, այլ չարի, մոլորված, տարբեր։ Եվ ես միշտ
աշխատում եմ լույսը գցել այն մյուս հայերի վրա, որոնք որ ուժ են տալիս եւ տալիս են քեզ հնարավորություն հասկանալու, որ կարող ես ինքդ էլ կատարելագործվել եւ լավ օրինակ տեսնել։ Կարճ, երբ որ աշխարհի որ ծայրում են լինեք, ձեր հիասթափությունները առնեք ու թռնեք, գնաք այլ երկիր ու եսիմուր, մեկ է դուք հանդիպելու եք հայերի, մեկ է դուք հայ եք, չեք հանելու, չէ, դնթն ձեր ներսից, ձեր արյունը չեք կարողանալու փոխել, ոչ էլ անվան փոփոխությամբ փոխվելու է ձեր էությունը, ու հայկականությունը մեր մեջ գալիս է դարերով, նույնիսկ եթե ունես 2% արյուն մեջդ, նույնիսկ եթե դու աշխարհի ամենահիմար մեկն ես, հայությունը չես փոխի։ Հիմա այս համատեքստում հիասթափվելը ո՞րն է, որովհետև որ էլ գնաս մենք մեզ ենք տեսնելու եւ մեզնով ենք իրար տեսնելու մեր արտապատկերումը, իրար մեջ տեսնելու մեր արտապատկերումը։ Այսօր հետաքրքիր նյութ էր աչքովս ընկել, որ ասում է մարդն այնպես է ստեղծված, որ եթե հայելու մեջ չի նայում, ապա իր դեմքը չի տեսնում, ինչպես որ չի տեսնում իր թիկունքը։ Վերջին ամփոփիչը։ Եթե մենք ստեղծված ենք այնպես, որ առանց հայելու ապակու ջրի չենք կարող տեսնել մեր դեմքը եւ չենք կարող տեսնել մեր թիկունքը իրականում, եթե հատուկ ջուր գլխի վայր դիրքով չես, ուրեմն մենք պետք է տեսնենք մեր դեմքը դիմացինի մեջ, դիմացինի արտապատկերումի մեջ եւ այնպեսին ինչպեսին է իմ դիմացի հայը, մարդը, աշխարհի քաղաքացին որևէ դեպքում, այդպեսին եմ ուրեմն ես։ Եվ դա է պատճառը, որ ես հաճախ նույնիսկ այն ամենաանհասկանալի կերպարների համար միևնույն է պայքարում եմ, որ իրենք որակով կյանքով ապրեն, որ եթե մի բանը չգիտեն, ավել բան սովորեն։ Ես էլ սովորեմ նրանց հետ, որովհետև հավատացնում եմ ձեզ, ամենաանգետ մարդուց կարող ես բան սովորել, ու ես դա անում եմ։ Իդեպ։ Ես ուզում եմ իմ արտապատկերումը լավը տեսնել։ Դերասանուհի եւ պարուհի Այդա Կարապետյանը եւս ակտիվ հրապարակումներով կիսվում է սոցիալական հարթակներում։ Նա տեսանյութ է հրապարակել խոսել եղանակի ու միջատների մասին, որոնք իրեն անհանգստացնում են։ Ներկայացնում ենք տեսանյութը։ Ինչի ես չեմ սիրում ամառը, դա ունի ընդամենը մեկ կարճ պատասխան։ Ատում եմ բոլոր տեսակի միջատները, որովհետև իրանք ունեն յուրահատուկ տաղանդ միայն իմ գլխին ընկնելու, միայն իմ մեքենայի մեջ հայտնվելու, իմ սենյակում հայտնվելու։ Անկեղծ չեք կարա պատկերացնեք, եթե 100 հոգու հետ քայլեմ, միջատը կընտրի ինձ եւ կընկնի իմ գլխին։ Թե ոնց է տենց լինում, ես չգիտեմ, բայց եթե լուրջ իրականում փողոցում էլ քայլել չի լինում, որովհետև շատ են միջատները եւ կարծում եմ պատճառը բոլորս ենք հասկանում, կարծում եմ կարելի է լուծել այդ հարցը։